Մանալի հանրություն ունենք։ Դեպքերի 90%-ով, ասենք, ամեն ինչը ուղիղ եթերում է, էլի ով որ ուզում է ասածները ստուգի, ինչ որ ասում եմ, վերաբերում է 90%-ով եղել ենք ուղիղ եթերում, լավ կարող է 85։ Եվ իմ ասածը վերաբերում է 85-ից 90%-ին։ Չէ, ես ինչ որ ասում եմ իրականում 90-95%-ին։ Ուրեմն սա մի հետաքրքիր երևույթ է։ Հանրապետության բոլոր մարզերում, ասենք Սյունիքից սկսած մինչև Շիրակի մարզ, Արագածոտնի մարզ։ Մարդիկ տարիք ունեցող մարդիկ մոտենում են եւ ասում են շնորհակալության խոսքեր։ Հələ դեռ ռեակցիաս չի ձևավորվել։ Ես ասում եմ, իմ ենթագիտակցությունը ինձ ասում է թոշակը բարձրացել է մարդու առողջության ապահովագրությունը եւ մարդը հիմա շնորհակալություն է հայտնում։ Լսեք, դեպքերի 90%-ով երբ որ մարդը սկսում է պարզաբանել, ինքը խոսում է հարցերի մասին, որը իր անձնականին չի միայն վերաբերվում։ Հասկանում եք, սա մի երևույթ է։ Այստեղ էր հայրիկը 90-ամյա մարդը, հա, այստեղ 90, ձեր ազգանունը ինչ էր կհիշեցնեք։ Ձեր ազգանունը կհիշեցնեք։ Գալստյան։ Մոտ 90 տարեկան եք, ճիշտ է։ Մոտենում է եւ սկսում է շնորհակալություն խոսքեր ասել։ Եվ էլի մտածում ես, ասում ես սոցիալական եւ մարդ բարձվում է, մարդը շնորհակալություն է հայտնում ազատության համար։ Դուք հասկանում եք, սա ինչ ֆենոմեն է, սա ինչ արժե է, սա ինչ արժեք է, սա ինչ կապիտալ է, սա ինչ մեծություն է։ Սա ես իրոք հուզված եմ։ Թոշակի համար չէ, սրա համար չէ, ազատություն։ Չէ, նորմալ է։ Ու իսկապես էլի 2021 թվականին, իրականում ինչի մենակ 21 թվականին, 18 թվականից հետո դրանից առաջ էլ, հիմա 21 թվականի ամենամեծը արտահայտվեց, որովհետև այդտեղ ամպլիտուդը շատ մեծ էր։ Այսօր ինչ է տեղի ունենում, այսօր իրականում նախընտրական քարոզարշավ, բայց տեղի է ունենում հետևյալը, քաղաքացիները ձևավորում են կառավարության հաջորդ 5 տարիների առաջնահերթությունների բովանդակությունը, ու դա ինձ համար ակնհայտ է։ Հիմա ես կարող եմ ասել, որ հիմնական առաջնահերթությունները առնվազն լինելու են հաջորդ 5 տարվա հետևյալները։ Առաջին թվաբանությունը, խաղաղությունը իհարկե շարունակում է առաջնահերթություն մնալ եւ միշտ է շարունակելու, որովհետեւ գիտեք ինչ, նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրել վավերացնելուց հետո պետք է խաղաղությունը մնա առաջնահերթություն, որովհետև մենք պետք է խաղաղություն ինստիտուցիոնալիզացում ասելով հիմա նկատի ունենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի, հաջորդ փուլով սահմանը սահմանազատվի, իհարկե դրանից առաջ սահմանները բացվեն, տրանսպորտը աշխատի, բայց դրանից հետո էլ պետք է ինստիտուցիոնալիզացիա տեղի ունենա, մենք պետք է այնպես անենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում դառնա մենթալիտետ։ Հասկանում եք, այսօր ոնց է Եվրոպայում մենթալիտետ է խաղաղությունը։ Այսօր Ֆրանսիան եւ Գերմանիան 100 ամյակներով հազար ներողություն մեր ֆրանսիացի եւ գերմանացի 100 ամյակներով կոտորել են իրանց, բայց այսօր որ գնաս միջին վիճակագրական ֆրանսիացուն եւ գերմանացուն ասես դրա մասին, իրանց ականջին շատ տարօրինակ կթվա, չնայած հիմա աճ ծայրահեղականությունը Եվրոպայում մի շարք տեղերում բավականին աճում է, եւ մենք պետք է տենց անենք, որ խաղաղությունը դառնա մենթալիտետ, եւ խաղաղությունը իրականում զարմանալի չի, որ այսօր քաղաքական ուժեր որոշ ասում են, որ իրանց ժամանակ խաղաղություն է եղել, որովհետեւ միջին
նախկին մտածելակերպով խաղաղությունը ընդհանրապես պատերազմի հետաձգում է։ Մենք պետքա սա հաղթահարենք։ Խաղաղությունը պատերազմի հետաձգում պետքա չլինի եւ չի։ Խաղաղությունը պատերազմի ռազմավարական բացակայությունն է։ Խաղաղությունը պատերազմի պատճառների բացակայությունն է եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատերազմը ես իմ նախընտրական ծրագիրը մեր ներկայացնելիս հատուկ այս թեմային անդրադարձա, ասելով որ մենք հիմա աչքով չենք տալիս, ասում ենք այ հիմա խաղաղությունը, բայց այդ էս եւ այլն հետո կնայենք։ Ոչ, խաղաղությունը պատերազմի պատճառների ռազմավարական բացակայությունն է եւ Ալմատի հռչակագիրը եւ այն համաձայնությունները, որ մենք ձեռք ենք բերել Ադրբեջանի եւ ձեռք ենք բերում Թուրքիայի հետ եւ Վրաստանի եւ Իրանի իսլամական հանրապետությունների հետ, պիտի երկարաժամկետ եւ ռազմավարական առումով ապահովի խաղաղությունը։ Երկրորդը արդարության հետ կապված հարցը ես արդեն ամաչում եմ, անկեղծ ամաչում եմ, բայց նաև ես չեմ ուզում, որ այդ ամաչելու այդ բանը, այդ զգացողությունը մեզ մղի դեպի բռնատիրություն, դեպի ավտորիտարիզմ, դեպի կառավարելի ժողովրդավարություն, ինչպես ասում են, ես շարունակում եմ մնալ ինստիտուցիոնալ կայացման տրամաբանության մեջ։ Այո, գաղտնիք չկա։ Այսօր ամենամեծ մեղադրանքը էլի հույս ունեմ մեր հարգարժան իրավաբանները բան կանեն, ճիշտ կձևակերպեն։ Մարդկանց ամենամեծ մեղադրանքը, որ ես չգիտեմ ինչ պատասխանեմ, շատ դժվար է պատասխան գտնել, շատ ուղիղ հարց են տալիս, ասում են Ռոբերտ Քոչարյանը ինչ է ազատության մեջ։ Հիմա Անուշ Քլոյանն է կանգնած, ում եղբայրը 2008 թվականի մարտի 1-ին զոհվել է, եւ ում սպանությունը եւ մյուսների սպանությունը փորձում էին կապել մեզ հետ։ Եվ ինչ այլոց, ասեմ ձեզ, որ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատների ազնիվ եւ անկեղծ եւ իմիջայլոց անկողմնակալ, որովհետեւ նել չի, այսինքն պարզ է, որ մարդիկ այդ վիճակում կողմնակալություն չպետք է անեին, բայց իրանց դիրքորոշումն էր, որ այդ դատավարությունները այդ բեմադրված սկսեցին, իրանց դիրքորոշման շնորհիվ այն ժամանակվա Քոչարյանի իշխանությունը հասկացավ, որ չի կարող այդ թեման փաթաթել մեր վզին, բայց այդ հարցի պատասխանը ես գլուխս կախում եմ, բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ իսկապես հերիքա առավել եւս մարդու իրավունքների եվրոպական ժողովուրդ, ես կարծում եմ շատերը դա բան են համարում, թուլություն եւ այլն, այն թեմաները հատկապես, որտեղ ես անձնական որևէ բան ունեմ, որևէ ձևով անձամբ ինձ հետ առնչվում, իմ մոտ սենց արգելքներ են դրվում, որ ես մաքսիմալ հեռու մնամ այդ թեմաներից, որովհետև դե գայթակղությունը շատ մեծ է եւ ես վախենում եմ նաեւ մեկնաբանություններից, որ հանկարծ տպավորություն չլինի, թե ես եկել եմ իմ անձնական հարցերն եմ լուծում եւ ես ուզում եմ, որ բոլոր հարցերը լուծվեն ինստիտուցիոնալ կերպով, ես համարում եմ, չնայած ես կարծում եմ, որ քաղաքական առաջնորդությունը շատ կարեւոր բան է։ Եվ ես մանավանդ մարդու իրավունք, հիմա ինչ եմ ավելի ազատ խոսում, նախկինում միշտ կաշկանդված եմ եղել, որովհետև մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ տվել է գնահատականները եւ հիմա ես կարող եմ նաեւ որպես մարտի 1-ի գործով դատապարտված եւ հետագայում արդարացված մարդ, ես կարող եմ ասել, որ արդարությունը պետք է տեղ հասնի։ Չի կարա այլ կերպ չլինի։ Այո, կան անձնական պատասխանատուներ։ Իմիջայլոց այդ թեման, որ մարտի 1-ը բացահայտված է, մարտի 1-ը բացահայտված է, 100%-ով է բացահայտված, բոլոր մանրամասներով է բացահայտված։ Այլ բան, որ մեր իրավական համակարգը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի գլխավորությամբ պետքա բերի օրինական իրավական Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի, կարճ կոնկրետ, պետքա նստի։ Այս երկրորդ օրակարգն է, այսինքն ես հասկանում եմ, միջև դա տեղի չունենա,
Ես մենք ոչ մեկի չեն կարող համոզել, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն եւ արդարադատություն։ Ես հիմա չգիտեմ ինչ մեկնաբանությունների են արժանացնելու եւ այն, բայց ես ասում եմ Ժորժ ջան, մարտի 1-ի գործը բացահայտված է։ Այդ գործը իմիջիայլոց հրապարակային գործ է արդեն, որովհետեւ դատարաններում կա սկսած օլիգարխների խմբերից ոնց են ձևավորել, ոնց են զինվորական համազգեստ բաժանել եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ էդ էլ իմիջիայլոց զարմանալի պատմություն է եւ էլի խոսում է մեր ժողովրդի առողջության մասին։ Այդ ընդհանրապես միստիկ պատմություն է, թե ոնց էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ուսուսի տված կանգնել եւ մեր իշխանության դեմ փրկում էին հայրենիքը եւ դա պատճառը նաեւ որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր քաղաքական ուժը բարից բունի մաստու 0 էլ չէ -25 դա ժողովրդի վերաբերմունքն է այդ անողնաշարությանը այդ անսկզբունքայնությանը այդ եղկելիությանը այդ բացարձակ բոլոր բարոյական քաղաքական տրամաբանական մենք այդքան խոսում ենք Վանո Սիրադեղյանը մի հատ շատ լավ արտահայտություններ արել ուրիշ առիթով մի մարդու առիթով ուրիշ մարդկանց առիթով եւ այդ ով կմտածեր որ այդ ասացի հասցեատերը Լևոն Տեր-Պետրոսյանն է Վանո Սիրադեղյան sense մի հատ արտահայտություններ արել շատ կարդացած քիչ հասկացած Ես հիմա որ հիշում եմ Վանո Սիրադեղյանի այդ հիմա հետահայաց կասկած ունեմ որ ինքը դա գրելիս նկատի ա ունեցել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի որովհետև ինքը թերևս ամենաշատներ ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանի Ես ուղիղ ասում եմ չգիտեմ դոկտոր կլինի պրոֆեսոր կլինի ակադեմիկ կլինի ինչ կլինի բայց շատ կարդացած քիչ հասկացած սա Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է Եվ նրա քաղաքական անփառունակությունը դրա ամենավառ ապացույցն է Արդարությունը այդ երկրորդ առաջնահերթությունն է թեման, սրա հետ կապված իհարկե խաղաղությունը իր բոլոր օրակարգերով ճանապարհ Ժորժ ջան, ես չգիտեմ, ես այդ թեման ասում եմ, այն օրը նայել ենք, ինչ որ մի հատ հիմար կլիպ են նկարել $85,000 էլ դրել են մենակ այդ կլիպի ռեկլամի վրա, որ Նիկոլը հեսա 300,000 ադրբեջանցի է վերադարձնում Հայաստան Ես էլի ուզում եմ ասեմ, որ մենք այսօր մարդիկ ասում էին արդեն, հետաքրքիր է, ամենակարևոր բանը գիտեք որն է, ես վարչապետի պաշտոնում միշտ նաև իմ ընդդիմադիր ժամանակները եւ քննադատությունները բան անելիս հիշելով, եւ որ մի վիճակագրություն եմ բերում, ես խոճապի եմ մատնվում ասենք ենթադրենք, ես ինչ բանը աճել է, ես ինչ բանը ստացել Ես իրոք խոճապի եմ մատնվում, 4-5 անգամ հարցնում եմ, լսեք, ես ճիշտ է, ես ասեմ, թե չասեմ, բա որ ասեմ, ու ինձ համար այս ընթացքում ամենամեծ հաճույքը գիտեք որն է, որ ես դուրս եմ գալիս եւ տեսնում եմ ինձ զեկուցած վիճակագրությունների վկայությունները մարդկանցից։ Այսօր մարդկանցից իմիջիայլոց վերջին օրերին 4-5 այդպիսի արձագանք եմ լսել, որ արտագաղթածները վերադառնում են եւ իմիջիայլոց հանդիպում եմ արդեն մարդկանց ովքեր իրենց պատմությունն են պատմում իսկ իրենք ասում են Նիկոլա ադրբեջանցիների չեք նկատում որ Նիկոլա հայաստանցիներին է վերադարձնում հայերին է նեղնում եք դրանից Իսկ ադրբեջանցիների թեման Ժողովուրդ ջան, ես պետք է այս հարցերը ձեզ հետ բարձ թափանցիկ երեք ապարանում բավական մանրամասն խոսել եմ այս թեմայի մասին։ Մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտի առանձնահատկությունը ինչ է եւ իրական Հայաստանի գաղափարի էությունը ինչ է, որ տեսեք կոնֆլիկտի հիմքը այն է, որ կա միջազգայինորեն ճանաչված տարածքներ։ Հայաստան, Ադրբեջան եւ այլն։ Ընդ որում ով է սկսում այդ երբեմն էական չի Որովհետև այս պատմություններում ով սկսեց, երբեք չես գտնի։ Էական էլ չի, ով սկսեց։ Իրանք ասում են ջոյչա, մենք ուրիշ բան նկատի ունենալով որ այդ իրանցն է, մենք նկատի ենք ունենում ուրիշ տարածք կանուն ենք դնում, ասում ենք Արցախ, այդ մերն է։ Եվ այս մի հատ սեն շրջապտույտ է ստեղծում, որից հնարավոր չի դուրս գալ։ Ժողովուրդ ջան, որից հնարավոր չի դուրս գալ։ Եվ 2018-19 եւ այս ընթացքում գիտակցությունն է եղել, որ հնարավոր չէ շրջապտույտից դուրս գալ։
ամբողջ խնդիրն է նա եւ հիմա ես ամենաշատը ինչից եմ հուզվում, որ մարդիկ այս գնահատում են, որ մենք ուժ ենք ունեցել, ես կոնկրետ ուժ եմ ունեցել կանգնել ասել մի րոպե պետքա կանգ առնել, որովհետեւ այս շրջապտույտը կործանելու է ամեն ինչ, որովհետեւ պետքա դուրս գալ, մի հատ եկեք նայենք, որն է, ես սարսափում եմ արձանագրել 2022 թվին, որ մենք անգիր չենք հիշում մեր միջազգայինորեն ճանաչված տարածքի թիվը, սարսափում եմ դա հիշել, ու սարսափով եմ արձանագրել, երբ որ ՀԱՊԿ 2022 թվականին չարձագանքեց, ինչպես պետք է արձագանքեր։ Իմ առաջին միտքը հետևյալն էր, փաստորեն ՀԱՊԿ մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, բայց իմ ներքին ձայնը ոնց որ մի հատ սենց ինձնից քաշի, ասի մի րոպե, իսկ դու մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում ես։ Իսկ Հայաստանի կառավարությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է։ Եթե այո, որտեղ է դա արձանագրված, ո՞նց է արձանագրված, եւ այդտեղ ես հասկանում, որ քո տարածքային ամբողջականությունը պարփակված է քո հարևանների տարածքային ամբողջականությամբ, պարզա չէ ժողովուրդ։ Այսինքն, եթե դու քո միջավայրի տարածքային ամբողջականությունը չես ճանաչում, արդյունքում դու քո սեփական տարածքային ամբողջականությունը չես ճանաչում եւ դու առաջ քեզ թվում է թե ուրիշին ես խոցելի դարձնում, բայց իրականում դու ես դառնում ամենախոցելին եւ այդ ա եղել պահը, երբ որ ես ասել եմ հնարավոր չի, ես հասկացել եմ որ ես իմ դեմ եմ, իմ նախկին իմ դեմ եմ գնում, իմ մտածողության, իմ սոցիալ հոգեբանության դեմ եմ գնում, շատերը ընկալումների 180 աստիճան փոփոխություն է տեղի ունենում, բայց ես հասկացել եմ, որ ես դա պետք է անեմ, ես հասկացել եմ, որ դա ամենադժվար բանն է, որովհետև քո ընկալումը փոխել, դու ինքդ քեզ խոստովանես, որ սխալ տեղում ես կանգնած, եւ դու պետք է փոխես տրամաբանությունը, այդ է պատասխանատվությունը, այդ է առաջնորդությունը, եւ ես ուրախ եմ, որ ես եւ մեր թիմը, որովհետեւ կարող է իրավիճակ լիներ, հա, թիմը ասեր չէ, մենք համաձայն չենք դրա հետ։ Ու ես դա կհասկանայի, որովհետև ես ինքս էլ երկար ժամանակից այդ համաձայն չի, հասկանում եք։ Պատկերացնում եք, դա ինչքան երկարատև է ներքին կռիվը, մինչև ես առաջին անգամ համարձակություն եմ ունեցել այդ նախադասությունը շատ ուրվագծային ձևով ինքս ինձ համար նախ արտասանեմ եւ հետո երկրորդը ներկայացնեմ ուրիշ մարդկանց, բայց մենք դա արել ենք եւ այդ պատճառով է, որ մենք այսօր ունենք այն ինչ ունենք, իսկ մենք ունենք ոչ թե ուրախ ավտոբուս, մենք ունենք ուրախ Հայաստան, եւ դա ամենամեծ ձեռքբերումն է, որի մասին մենք ժամանակին նույնիսկ չենք կարող երազել։ Բայց հələ մնացել եմ առաջին երկու կետերին, իսկ ժամանակը գնում է, մնացած կետերի մասին հետո կխոսենք։ Հաջորդը ջրի հետ կապված հարցերը բացարձակ առաջնահերթություն են։ Բացարձակ առաջնահերթություն։ Երևանում, Երևանի բոլոր թաղամասերում, այնտեղ որտեղ խմելու ջրի խնդիր չկա, կա ոռոգման ջրի խնդիր։ Այնտեղ որտեղ կա եւ ոռոգման ջուր եւ խմելու ջուր, կա կոյուղու խնդիր։ Այնտեղ որտեղ կա եւ ոռոգման ջրի ջուր եւ խմելու ջուր եւ կոյուղի, այնտեղ կա ջրերի մաքրման խնդիր։ Եվ մենք պետք է հասկանանք, որ վատ ենք վերաբերվում մեր երկրին ու հայրենիքին, եթե մենք թույլ ենք տալիս, որ չմաքրված ջուրը, օգտագործված ջուրը առանց մաքրման վերադառնա բնություն։ Դա հետո վերադառնում է մեզ ու մեր երեխեքին, ամենատարբեր հիվանդությունների տեսքով, կյանքի կրճատման տեսքով, կյանքի որակի կրճատման տեսքով եւ մեր ռազմավարական նպատակը այն է, որը ես չեմ ասի թե ինչ ժամ, որովհետեւ դա չափազանց բարդ խնդիր է։ Ոչ մի լիտր օգտագործված ջուր առանց մաքրման չպետք է վերադառնա բնություն։ Սա շատ մեծ, սա մեգա նախագիծ է, ամենամեծ նախագիծը, որը մենք կարող ենք պատկերացնել եւ մենք սա պետք է անպայման անենք։ Իհարկե հաջորդ խնդիրը շարունակել խթանել կրթությունը եւ աշխատանքը, որովհետեւ մեր փորձը ինչա ցույց տալիս, որ աշխատանքի հետ մենք իմիջիայլոց 2018 թվականից մինչեւ այսօր մեր գործընկերները մի քիչ կլորացնում ենք ճշգրիտ դեկտեմբերը
2025 թվականի դեկտեմբերը 2017 թվականի դեկտեմբերի նկատմամբ 288,000 նոր աշխատատեղ ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում, բայց երկրում դեռ կա գործազրկություն։ Եվ մեր նպատակը այն է ռազմավարական, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ միայն աշխատեն, այլև բարձր աշխատավարձային սեգմենտում աշխատեն։ Դրա համար մենք մի խնդիր պետք է լուծենք, կրթության խնդիրը։ Նոր սերնդի դեպքում դա հեշտ է, մենք բոլոր տեղերում կկառուցենք մանկապարտեզներ, դպրոցներ եւ այլն եւ կապահովենք, որ իրանք դառնան չափահաս, իրանք պատշաճ մակարդակի կրթություն ստանան։ Չափահաս քաղաքացիների դեպքում մենք պետք է աջակցության ծրագրեր ունենանք եւ որ մարդիկ վերապատրաստվեն եւ աշխատանքի շուկային առավել համապատասխան դիրք գրավեն եւ իհարկե կրթությունը մենք հայտարարել ենք ռազմավարություն եւ մենք առաջին 300 դպրոցը ավարտվում է այս տարի մինչև տարվա վերջ սկսել ենք երկրորդը բայց ես ձեզ ասեմ երրորդի կարիքն էլ ալինելու որովհետեւ մենք այդ ծրագիրը մտանք ասում ենք 300 դպրոց որ կառուցենք հարցը լուծած կլինենք պարզվեց Հայաստանի 1200 դպրոցները բոլորը ըստ էության բոլորը բացի նրանից որոնք մենք այս ընթացքում կառուցել կա բոլորը ինչ որ միջամտության կարիք ունեն բոլորը ինչ որ աջակցության վերակառուցման եւ նորոգման կարիք ունեն եւ այդպես շարունակ եւ մյուս թեմաների մասին ավելի ուշ կխոսեմ իսկ այս պահին էլի ուզում եմ հազիվ հուզմունքս հաղթահարել եմ ուզում եմ բոլորիդ կոչ անեմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին ես հիմա ձեզ նույնիսկ չեմ ասի թե ինչի որովհետեւ այս ընթացքում դուք այնքան բան ասեցիք որ ինձ ասելու բան չթողեցիք եւ հետեւաբար ես կարգախոսային տրամաբանությամբ կառաջնորդվեմ եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային Աջափնյակին Երևանին Հայաստանի Հանրապետությանը փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ շատ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար